երկու հաղորդագրություն է ուղարկել, որ հենց հիմա ազատ արձակեք եղբորս, այդ մանկապիղծներին ընդամենը մի քանի ժամ հետո բաց եք թողնում, դեռևս պատասխանները չկա, այն SMS-ները ինչը որ հորաքույրը գրել է։ Պատկերացրեք հիմա ինչա տեղի ունենում, եթե քննչական մարմինը իր տեղում լիներ, օպերատիվ բլոկը իր տեղում լիներ, այսօր չէր լինի նաև այս երկու դեպքերը, չէր լինի 17 տարեկան աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, ես չեմ կարող ասել նաև միայն սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, որտեղ ըստ երեխեքի նկարագրությունների նաև նրանց նկատմամբ սպառնալիքներ են հնչեցվել, դրա համար երեխաները վախեցել են, անընդհատ լռել են։ Այս քննությունը իրենք պետք է անեն, երբ որ երեք ես այս հարցը բարձրացնում եմ, ասում եմ, աղջիկը հակասական բաներ է ասել, մենք դրա համար չկարողացանք, որպեսզի այս մեղադրանքի հարցը լուծենք։ Ժողովուրդ ջան, այսինքն մենք այդ 17 տարեկան անչափահաս երեխեքի վրա ենք դնում եւ ընդհանրապես տուժողների վրա ենք դնում գործի բացահայտումը, հազարավոր գործեր ունեն տուժողները, իհարկե, իրանց պատկերացումով, հա, տեստացվել է այդպես։ Իսկ ինչ հանգամանքներում են